Բարի օր, սիրելի հետևորդներ ջան, առավոտվանից նեղուներիս վրա աշխատանքներ էի կատարում, հիմա նեղուներս աշխատանքից վերադառնում են լիքնաբարով և հակառակ իմ աշխատանքի գնալու ժամն է եկել, կմիանամ աշխատանքից հետո իմ լավ ու բարի գործերով։ Վերջապես տուն եկա, սիրելի հետևորդներ ջան, ինչ եմ բերել, մորթ և լիմոն եմ բերել, պատրաստվել կոֆե ենք խմում, կտրոնը մշտապես, և այս ինձ մի հատ թմբլիկ նուր, որը կլվամ և կկտրեմ, լիմոնը մշտապես պետք է գալիս, կարևոր և օգտակար։ Քանի որ իմ կոֆեն էստեղ երկար է եղվում, արդեն շատերդ գիտեք, տոպրակները պետք հատան, մի կողմ, կոֆեն եփեմ, նուռը լվամ և ամաններ եմ պատրաստել, որ ծաղիկները այդտեղ պիտի ցանեմ, նախապատրաստվեմ, այդ ամենը պատրաստեմ, բայց չգիտեմ, այսօր ցանեմ, թե այսօր էլ ջրի մեջ թողնեմ, մի քիչ էլ այդ ջրի խոնավությունը իրեն քաշի, մի քանիսը նայել եմ, ծիլերը մեծացրել է, չգիտեմ ինչի ուզում եմ այն մնացածն էլ ծիլերը Երևան ջրի մեջ, որ նոր հանգիստ հողի մեջ ցանեմ։ Դե, ես շտապեմ նուռը լվանալու և ամանները բերելու։ Առաջին հերթին նուռը, այստեղ ամանի մեջ, ինչև ամանները բերեմ։ Այս էլ ամանները, բոլորիս հայտնի կլուբնիկի ամանները, կամ էլ թթի, մոշի, որոնք շուկաներում վաճառում են, սիրելի հետևորդներ ջան, մաքուր պահել եմ, հենց այն նպատակով, որ ինչ-որ մի բան ցանեմ, քանի որ իր գույնի պատճառով խոհանոցում այդքան էլ հաճելի չի լինում, օգտագործել պիտի ծակեմ, կրակը գնում է, սովորական ձեռքի սարքած բիզ, այսինքն մեղ, որը մեխում են փայտի մեջ, փայտը տաշում են, տաշտշում են, որ ձեռքի համար հարմար լինի, հետո այս մասը կտրում և սրում են, որը կոչվում է բիզ, սրանով կոշկակարներն են աշխատում, իրենց պետք է գալիս ամեն մի գործում ծակելու համար, անցքեր բացելու համար, սա շատ պետքական է, հիմա սիրելի հետևորդներ ջան, համ այս գործը անեմ, տաքացնեմ և ասեմ, թե այս բիզը ես ինչի համար եմ պահում և օգտագործում, քանի որ գիտեք, որ մեղուներ եմ պահում ու երբ որ նոր շրջանակներ եմ գնում, փայտի շրջանակներ, սրանով ծակում եմ, անցքեր եմ բացում, որպեսզի այն լարը անցկացնեմ, ուժեղ կապեմ, որի վրա ամրացնում ենք արդեն պատրաստի լիստը, այսինքն մոմաթերթը, կարմրեց, արագ սկսում եմ ծակծկել, մի քիչ հոտ անկնելու, բայց թե ոչինչ, պատուհանը կիսաբացեմ, թողել այսօր, որ դրսի մաքուր օդը գա, բայց այնքան ցուրտ է, գարուն է, ծաղիկները ծաղկել են, բայց ձմեռվա պես ցուրտ է, սիրելի հետևորդներ ջան, այս անցքերը ուզում եմ շատ անել, տակի հատվածով շատ անցքեր անեմ, այնպես որ գործը շատ է, այս պահին, կոֆեն էլ մինչև կեփի, կհասցնեմ, կրակն էլ անտեղի չի գնա, մեկ կրակոցով երկու նապաստակ, այո, ինչեր կմնա ոչինչ, հետո կմիացնեմ, առայժմ իմ կոֆեն այս ընթացքում բխբջակները դեռ չի հանել, պատկերացնում եք, այդքան ուշ է եփվում, բայց ասեմ շատ համով է եփվում, ցուրտ է, որովհետև Հայաստանի մյուս շրջաններում նաև ձյուն է եկել, մենք էլ ցրտով բավարարվենք սառը քամիներով, սառը քամին գալիս է մեր շրջանի թաքուհու, լալվարսարի, ձյունապատ, սարից, քամիները հասնում են մեր մոտ, մենակ թե ձյուն չգա,
Եղել է տարիներ, սիրել է հետևորդներ ջան, որ խնձորենին ծաղկած, բառիս բուն իմաստով, խնձորենին ծաղկած, ձյուն ա եկել նստել, էնել ինչքան շատ, մի մասը վնասել ա, մի մասը մնացել ա, բայց այդպիսի տարիներ ևս ես տեսել եմ իմ ապրած կյանքում, իմ կոֆեն արդեն սկսում է եփվել և փրփրեց, այսպես, մի հատ անջատեմ կոֆե եփվեց և նորից կշարունակեմ, բայց ոչ թե անջատում եմ, այլ լցնում եմ, քանի որ գործս կիսա տա, ջան, պլաստմասի տայրված հոտը թույլ չի տալի, որ կոֆեի հոտը ավելի ուժեղ գա, չնայած ընդհանրապես կոֆեի բույրը կամ ընդհանրապես կոֆեն չոր վիճակում ունակություն ունի այն հոտերի ցրումը, հիմա երկուսը միասին միախառնվել են, սա շատ կարևոր է, որ պետք է ձգձգեմ, ի խոսքով այս գործն եմ անում, որպեսզի ծաղիկները ցանեն, մինչև որ ձեզ կմիանայի ծաղիկների սոխուկները, որ թողել եմ լուսամուտի գոգին, նայել եմ, ջուրը խմել են, մի քիչ մեծացել են և ուզում եմ այսօր էլ թողնել, այնքան գործ կա, լիքը գործ, դու գործանող ասա, երեկվա գործս, որ ասեցի սպասում եմ այդ մարդուն, խաբեց սիրելի հետևորդներ ջան, չեկավ, գնաց տուն և չվերադարձավ, քանի որ ինձ ասավ գնում եմ տուն ու շուտ գամ, ես էլ սպասելով մնացի, դրանից մի քիչ նեղացա, չեմ զանգել, հեռախոսի համար ունեմ, չեմ զանգել, մարդը որ խոսք ա տալի, խոստանում ա, պետք է իր խոսքի տերը լինի, չեմ կարծում, որ ինչ-որ մի բան պատահած լինի, քանի որ իմաստուն ժողովուրդն ասում ա, բաբլուները շուտ են տարածվում, աստված չանի, որ վատ բան լինի, շատ շուտ է տարածվում, չգիտեմ, ինչ պատճառով, բայց չեկավ, ինչև է սիրելի հետևորդներ ջան, ես էլ որ ուզում եմ իմ այդ գործը շուտ անել, այդ սետկեն կպցնեմ, որ իմ բաղջեն ապահովեմ, ցանքս անեմ, այդ տարածքը փորեմ, եթե հիմա փորեմ, հետո չգիտեմ, ով ոնց կստացվի կգան կօգնեն այդ գործը միևնույնն է, անելու եմ, այդպես չի մնա, ինձ անուշ կապ ասեմ, ես որ մտքիս մի բան եմ դնում, ես հասնում եմ դրան սիրելի հետևորդներ ջան, դա կոչվում է նպատակ, այո, եթե մարդը նպատակ ա դնում մի գործի վրա, ամեն գնով պետք է հասնի, թե սպասելով, թե, չգիտեմ, շուտվա տարիներին, նորից հիշեցնեմ մեր մեծերի խոսքը, որ ասում են, գնում են աղջիկ ուզելու, 10 դուռ են թակում, դու 10 չէ, 20 դուռ, ինչե որ միտեղ համ վերցնում են, համի ես մի 10-20 տեղ ասել եմ, աղջիկ ուզելու նման, հլատենակ, որ մի տեղից համ կստանամ, գործը առաջ կտանեմ, այսքան շատ ձգձգեցի սիրելի հետևորդներ ջան, բայց օրժե մի հատ կոֆե խմել, հանի որ առավոտ շուտ եմ խմել, այս իմ երկրորդ կոֆեն ա, օրը կիրակի է և բոլորիս խաղաղ ու հանգիստ կիրակի, գիտեք, որ կիրակի օրերը նույնպես աշխատում եմ սիրելի հետևորդներ ջան, և իմ կիրակին շաբաթվա մյուս օրերին է, իմ հանգստյան օրը, այս մեկը վերջացրի, լավ եմ, ցանց եմ սարքել, սա մեկ, ասում եմ հաջորդին, կոֆես խմելով, ջան, համով էր, որ մի բանը սրտով ուզում ենք, համը ավելի ակրկնապատկվում, չէ, սրուկ հաստ են,
Բարձրությունը նույնպես լավ է իմ ծաղիկների սոխուկները ցանելու համար, բացի Գյորգինան և Լիլիան, այն մանր մունր սերմորանքները ծաղկի, հոլանդական ծաղիկների, այստեղ եմ ուզում ցանել, նաև էլի աչքի տակ եմ ունեցել որոշ ամաններ, ծաղկամաններ, որի մստացած այդ ծաղիկների սոխուկները շատ շնորհքով ցանեմ և սպասեմ իրենց ծաղկունքին։ Իսկ թե ինչ կարևոր գործ ունեմ անելու, որ այսօր չեմ ուզում ծաղիկ ցանեմ, սիրելի հետևորդներ ջան, կարտոշկեն, որ ցանել էի ձեր հետ, հիշում եք, արդեն թորխելու է հասել։ Եղանակը այսօր առավոտվանից մռայլ է, բայց արև չեկավ, սառը քամի։ Ճիշտ է, եղանակի տեսությանը նայում եմ, անձրև չկա, էլի վաղվա վրա, նույն ձևի մռայլ եղանակ է հաղորդած, սանդղակով մեր գյուղի, բայց ուզում եմ գնալ ու կարտոշկեն թորխեմ, պլյուս դրան, հավերս ինձ են սպասում, կտուցները սրած, կանաչ խոտ պետք է հնձեմ տամ, կանաչ խոտի հնձելը կադրից դուրս կանեմ, սիրելի հետևորդներ ջան, և ձեզ կմիանամ արդեն կարտոշկեն թորխելու ընթացքում։ Մի երկու բառ կզրուցեմ ձեր հետ, և միասին մեզ լավ կզգանք, երբ որ մեր գործերով միանում ենք իրար, այս պարագայում ես ձեզ, քանի որ դուք հազարավորն եք, ես մեկը, դուք ինձ նայում եք, ես ձեզ ոչ, բայց ես ձեզ իմանում եմ ձեր սիրուն գրած տողերից, անգամ եթե սմայլիկներ եք ուղարկում, սմայլիկների լեզուն ես շատ լավ եմ հասկանում, էդ էլ է շնորհք չէ, որ մարդը կարողանում է սմայլիկների լեզուն կարդալ։ Օպա, լավ տաքացել արդեն, այս բիզը, ճիշտ է սևացավ, բայց դա ոչինչ։ Այս պահին շրջանակներ չունեմ նոր, որ պիտի ծագեմ, բայց շրջանակները պատրաստ, լվացած, մաքուր, դասավորված, միտեղ տեղավորել եմ ապահով, որ հենց որ պահը գա, արդեն այդ մոմա թերթերը ամրացնեմ ու տամ իմ մեղուներին, որ գործեն ու մեղրով ու նեկտարով ու ծաղկափոշիով լցնեմ իրենց և մեր համար, այսպես։ Չուզեցի այս սոխուկները անմիջապես հողի մեջ ցանել, մտածեցի հանկարծ ինչ-որ մի բան կպատահի, կկորչի, ուզեցի այս ամանի մեջ լինի, նմանատիպ ամանների մեջ, որպեսզի ինձ պարզ լինի, թե ծաղիկների սոխուկները, մի խոսքով, ընթացքին հետևեմ, սիրելի հետևորդներ ջան, աչքի առաջ պահեմ, քանի որ ցուրտ է, առայժմ նաև տանը կպահեմ, լուսամուտի գոքերին կտեղավորեմ, տունը շատ մեծ է ու շատ լուսամուտներով։ Անուշկա եմ ասում սրբի, անձրևից հետո հատկապես։ Օդը մաքուր չի լինում, անձրևը իր հետ օդի փոշին էլ է իջեցնում և ուղիղ մեր բոլորիս լուսամուտներին։ Այսպես, մի հատ պտույտ էլ գործեմ, կոֆեի շարունակությունը վայել եմ, դրսի հագուստս փոխեմ և անցնեմ իմ բաղ չի գործին, սիրելի հետևորդներ ջան։ Օրը լավ անցակացել, էդ էլ ասեմ։ Դրա համար ավելի կարևոր համարեցի այդ կարտոշկի թորխելը, քանի որ նա արդեն դուրս է եկել, հողերեսն է եկել ու քշերուցեր է անում, մեծանում է։ Եթե այդ պահին չենք թորխում, արդեն մեծանում է, հասնում է արդեն բողազ անելու։ Բողազը դա բուկն է, որ հողը հավաքում ենք, բուկ ենք անում, բուկին ենք մոտեցնում, այսինքն այդ թփերի կոկորդին ենք հասցնում, տենց կա չէ, որ ասում են կոկորդիս է հասցրել, այդ հենց հողը հասցնում ենք, այդ թփերի կոկորդին, բայց լավ նպատակներով, սիրելի հետևորդներ ջան, ես էլ վերջացրի,
Այո, ընտիրություն, արդեն գազը անջատում եմ, քանի որ տակա այն կողմի վրա չեմ ուզում դնել, ես էլ էստեղ, նորն էլ պիտի կտրեմ է, նորը չկտրեմ, տենանք միջուկը ոնց հա, ձմերուկ յանուն ադուսեք էլ, որ ասում ենք անկտրել ձմերուկ, ես էլ անկտրել նորը, այսպես, սիրուն եմ ուզում կտրել, շատ եմ սիրում, որ նորը սիրում, կտրում և աստղաձև բացում ենք, ախ, ես ինչ լավն է, տեսնեմ, հավեսի բերեմ, այսպես, ընտիրություն, մուկ կարմիր, հիմա մասերի եմ բաժանում, ամանը վրա պահեմ, չնայած այս պահին հատիկները չի ընկնելու, մոտեցնեմ նորից և այսպես խազեր քաշեմ, բայց ոչ մինչև վերջ։ Նորը շատ օգտակար է սրտի համար հատկապես, սիրելի հետևորդներ ջան, արյունաստեղծ է և լիքը լավ օգտակար հատկություններ ունի, մի հատ եմ ջրջրալով բացում եմ ձեր հետ, ամանը բերեմ ես կողմ, հա։ Եվ բացում եմ։ Այո, ես պահն եմ սիրում, ինչպես որ գազանը իր որսը անում է, հետո թաթերի մեջ պահում, մի հատ խոտոտում է, վայելում է, հետո նոր անուշ է անում, մարդիկս էլ մեր ուտելիքի վրա ենք այդպես, ինչպես որ որսը, խոտոտում ենք, հիանում ենք, հետո նոր անուշ ենք անում, բա ոնց չհիանանք, որից հետո այս միջուկը զգուշորեն հանում ենք, թեթևակի շարժումներով, եթե իհարկե ուզում եք սիրուն բացել ձեր գնաց նորը, այո, ընտիրություն, լրիվ լավն է, հոտատ չի, քանի որ ապրիլը վերջանում է, բայց սիրուն մրգերը շարունակվում են իրենց թարմությունով ուրախացնել մեզ բոլորիս։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչքան սիրուն բացեցի։ Հիմա նորից ամանի մեջ և արդեն վայելելու ժամանակն է։ Քիչ էլ եմ բացում, տեսնենք թթույա, թե քաղցիա։ Քաղցր նորը, սիրելի հետևորդներ ջան, նռի տեսքից արդեն հասկանում ենք, թե ինչ տեսակի նոր է։ Եվ այսպիսով նորը կվայելեմ կոֆե խմելուց հետո։ Կոֆես կվայելեմ, մի երկու հատիկ էլ նոր կվայելեմ և կշտապեմ իմ բարեբախչեն։ Գործեր անելու ձեզ էլ ինձ հետ կտանեմ, որպեսզի մի քիչ էլ այնտեղ մաքուրոտ շնչենք, իմ սոխակների երգի ձայնը լսենք և իմ աշխատանքով ես էլ հիացնեմ ձեզ բոլորի, տրամադրեմ։ Այս ինձ հատիկ անելով վայելեցի, մեկ էլ տեսա կեսից ավելի վայելել եմ, սիրելի հետևորդներ ջան, որ նստում են խմելու, խմիչք են խմում ոգելից, դե լավ ասում արի, մի բաժակ մեր հետ խմի, մի բաժակը դառնում է 10 բաժակ, ես տոշնի էի տորնենք, ահա, նռի կեսից ավելը արդեն անուշ եմ արել, այնքան համով էր, ինձանից անկախ տարվեցի և անուշարի, շատ եմ սիրում մրգեր, ամեն տեսակի, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն այս բռիս մաքրացնել անուշ անեմ, գոնե այսքանը թողնեմ երեկոյան, երբ որ կգամ տուն, կնստեմ, մի հատ բերանս կանուշահամ եմ։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, դուք էլ ձեր բերանի համը լավ իմացեք, համը բաներ կերեք, որ առողջ լինեք ու կարողանաք ձեր գործերը անել։ Այ հիմա կգնամ արդեն իմ բաղջեն գործեր անելու։ Գնացինք։
Եկա։ Ձեր դուս գալու ժամն է։ Մի քիչ գործեր արի սիրել հետևորդներ ջան։ Թե իհարկե իրանց էլ կանալ չեմ տվել։ Հետո ցորենը բերել էի ստի պատի գլխին դրել։ Եղք է մի հատ ցորենը տան։ Եկի։ Ահունակնի են դարել։ Կամ ես կուրը։ Կրչում են իմ վրա։ Էդ վերևին ասում եմ ուզում տամել իստի մի քիչ խուխավերա։ Դրա համար ես կամ ես մի գրանը կաննեմ։ Արդեն հավերս հանգիստ են էլի իրանց զգում։ Այնքան շատ ակլորը որ ծախեցի, սիրել է հետևորդներ ջան։ Այս ամանի մեջ 70 բուրդ ցորեն ա տեղավորվում։ Այն արխեին, այս ամանը տակն եմ տալի, վերում եմ իրանց եմ տալիս։ Այս էլ հավերից ցորենը, միկուտ են կխաղաղվին։ Մեր որ բաղչումը դիմ գործանել, կանան չունակ որ սրպել են, են 4 զոխերն են թողել։ Գնամ ջուր էլ վերեմ, ես էլ արդեն եսքան եմ հետուսը հետամ, սայ։ Կշա, հա կշահա, մի հատ սենց ուզում եմ տենակ էլի, թե ինչ աստիճանի ադուս եկել կարտոշկեն, սիրել է հետևորդներ չան, գետն երեսն անգել սիրուն, այս 4 հատ շարքը, այն վերևինը մի շաբաթ տարբերությունով եմ ցանել, ահա սիրել է հետևորդներ ջան, տենում եք, որ ավելորդ խոտեր չկան, քանի որ հողը լավն է, լավ եմ մշակել, համ փորել եմ, համ այդ արմատնին հանել եմ, հմի էլ հանգիստ այդ թորխը կանեմ։ Ուրեմն, ինչ նկատեմ, հավերս վազելով դեսի վրա գալիս են։ Արդեն ես տեհա որ ձմերուկ կա, չգիտեմ հարևաններից հսով, ձմերուկ առել, երևի համով չելել, ափսոսացել ա թե դենն էդի իմ հավերին պատիվա արել։ Հավերս ձմերուկ ուտելու սիզոնը բացարին, ինձանից էլ շուտ, սիրել է հետևորդներ ջան, ես տեսնում եմ, որ մեր շուկաներում կա ձմերուկ, բայց ես ոչ մի անգամ տարվա այս շրջանում ձմերուկ չեմ առել։ Ինչքան կարմիր է, մի հատ նայեք։ Բայց երևի անհամայել, հավերս հիմա կուտեն, հավերին ինչ, անհամելի, համովելի, հավին ինչ տալիս ես ուտում ա, զանգին ու զրանգին չեն ուտում ձմերուկ, մոտ չեն եկել, կես ձմերուկ, մի ամբողջական մեծ է ձմերուկ ա եղել է, այն մնացածը դեռ չեն տեհել, սրանք են տեհել, սրանք են ուտում, դե գնամ գործս անեմ, հա, վերևներում են նրանք, սոխակներս երգում են, այս սոխակներիս երգի տակ կգնամ ու գործ կանեմ։ Փունչ դուս արկել, ծողի կապուկ, շնապը դենքտում եմ, սրացանիքն էլ արդեն բացել եք, կշա, գնացեք լավ, այդ որ մինոտ եք եկել քանդել այդ մի թուպը, էլ ենք լավ պրծել, հա այդ մի թուպն այլել, մի վերևից սկսեմ, թե ներքևից սկսեմ, քանի որ ես մի շարիսն եմ սկսել ցանելը, ավերս ձմերուկին տրամ իշենել է, հերթ չեն տալի, արձերից պատար խլում է, սիրել է հետևորդներ ջան, այս սիզոնին ով ձմերուկ առնում, կամ տանը հիվանդ մարդալում, կամ պուճուր երեխա, կամ էլ երկու մտկանի նորահարսը, թե չէ մնացած վաղտերում պետք է մի քիչ մեզ զսպենք, հետո այս շրջանին ձմերուկ չառնենք, քանի որ խաբուսի կալում, սիրելի հետևորդներ ջան, ավելի լավ է դրա տեղը ուրիշ միրգ առնենք, հետո ավելի վստահորեն ուտենք, որ հայ չի դառնա, այս թե էտ էլ է պատահում էլի, մի անց կենամ իմ գործից խոսիր, այս որ սենց թորխում եմ, մի հատ լոբակով, սայ, ընդհանուր առմամբ հեխոտ չի եղում, տե հապ,
Այդ հին արմատնինը սենց ողը փապկացնում ենք։ Այսինքն, ինչքան էլ մանդրը ծլած մոլախոտ էլի, այս թորխելու վաղտը ոչինչ չանում է։ Հետո այս ընթացքում դե անձրև է եկել, բան, անձրևը ցգեդինը մի քիչ էլ պնդվում է։ Այս էլ արմատ, դենը գծեն։ Չաղկալինը սկսեցին։ Հա, հետո որ թորխում ենք, համ կարտոշկեն օդ հաշնչում, հապկում է, համ էլ այդ մանդրը մոլախոտերը վերանում են։ Ինչևէ կարտոշկեն ուզմա թափ առնու վենձանը մարդեն այդ շվակում ու մոլախոտերը էլ կարուտ են աճին։ Կարտոշկեն զոռը անում։ Այս թեհմի հարցն են է, որ է պետք է այս գործն անելու վաղտը վենց լոքեր դնենք, ողը շատ ոտկենք ոչ, քանի որ փապկացնում ենք։ Թորխը գործիքն է, ու այդ գործիքի հիման վրա ասում ենք թորխում ենք։ Այսենց ողը տալիս ենք, շրջվում է թեթևակի, որ հասնում ենք կարտոշկի բարե, իքիչ ես գուշ ենք հլում, որ հանկարծ տան ոչ այդ ծիլը կտրենք կարտոշկիցը։ Գետնի միջին, նա արդեն ծիլը որեր ես նանգել, բայց դեռևս կարտոշկիցը կպած է, կարտոշկիցն է սնվում։ Ինչպես որ երեխեն սնվում է իրա մոր արգանդում, դրա համար էլ կարտոշկին ասում ենք մայր թուփ, ես մի մեր, են մի մեր, մոր հետ ենք համեմատում կարտոշկի թուփը, սիրելի հետևորդներ ջան, այսինքն ցանում ենք, մայր հողին ենք հանձնում, սերմը, հետո տաքանում է, աճում է, ծլում է, ու դեռևս սնվում է իրա այդ սերմից, մոր հողի մեջ, սիրելի հետևորդներ ջան, այդ հենց սիրուն համեմատություններ ունենք մենք հայերս։ Դե ես գործս անեմ, մի արանք էլ սուս մնամ, որ դուք էլ լսեք սոխակների սիրուն ձայները, այս մաքուր օդը, որ ես շնչում եմ, ձեզ եմ փոխանցում։ Այդքան էլ քարերը ջգեցի, բայց այդ քար կա։ Մնաց մի մեր, 10 մեր, ամեն շարքումը 10 մեր կարտոշկայա։ Այս բաղչեն պատմություն ունի, սիրելի հետևորդներ ջան, այս հերվարա բաղչեն, որ տենում եք, արդեն ծառերը տրևում են, փագելա բաղչեն մի ծեր ներևում չի, այս բաղչեն պատմություն ունի։ Մի դրակիսի չափովել, հմարը իրա չափովել այդ կռաներ էսին կա, ու այսքան գործը ես անում եմ մեծ սիրով։ Իսկ թե ինչ պատմություն է, ասեմ։ Առաջվա տարիներին ըստի շատ թթի ծառեր ա եղել, պապական, հաստավուն, այսենց, թթի ծառեր, մեկ էլ դամբլի ծառեր, քանի որ շնողը են գյուղն ա, որ շատ օղի ա քաշել, թորել։ Հմի շատ քիչ, են էլ առնովի խնձոր կամ էլ ով իր աբաղչումը ունի խնձոր, բայց թթի օղի քաշելը համարյա թե վերացել է, քանի որ այդ ծառերը պապական ցանած ծառեր են եղել, հսկայական ու արդեն վտանգավոր իրանց մեծությունով, որ մարդը բարձրանա ճյուղեճյուղ գնա, այդ բերքը թափահարի, թութը սավանի վրա վեր գա, որ արաղ քաշեն, այդ համարյա թե վերանում է մեր գեղիցը։ Նույնիսկ սենց արտահայտություն կա, օղի, թթի օղի, շնողի, այդ հենց լավ արտահայտություն էլ ունենք, սիրելի հետևորդներ ջան, բայց թթի օղին հմի շատ պատահական տուն, որ քաշում է։ Այդ պատմությունով հետո այդ մեծ ծառերը ես եւ իմ ամուսինը որոշեցինք կտրել իհարկե շատ մեծ սրտի ցավով, քանի որ մեր պապերի արած ցանածն այլել,
ափսոսալով, նաև ինչ որտեղ մտածելով, որ կարող է մեր ցանածը դուրս չի գա, բայց ոնց տենում եք դուրս է եկել, դրամա էլ սենց սիրով ես մշակում եմ այս այգին նորաստեղծ այգի ենք դարձրել, շատ չարչարվել ենք, որ հասցրել ենք այս աստիճանի, հլա այս մի մերն էլ թորխեմ, այս մինը ծեր արի, արդեն են չոպերը, են ջախերը, որ նշան էի արել, էդ էլ պետքը չի, հանեմ, ուրիշ տեղ պետքը կգա, մի ոչ թեսը հետ հարս ենք գնում, ձևը տենցա, հետ գնում ենք սկիզբն ենա, եդ են միրեսիցը գալտեմ ես մի կուրը, տակի կրնովը գնամ, Ես ոնց սիրունացավ է, ոնց սևի Նատալի։ Անդրամունդը քարել կա չքեմ, կշա։ Հետո սկսեմ։ Ես ակամ մոդիկանամ մի բան էլ պատմեմ։ Ամի սիրելի հետևողներ ջան եկել ամի շատ կրիտիկական պահ։ Մի մետրի չափով պետք է ֆողը ոտքենք ոչ, որ մեր արած գործը տեղին էլի։ Լոք եմ անում մոտ մի մետր։ Օպա, են էլ պճղիս վրա են ոտս դնում, որ ֆողը ոտքովի ոչ։ Քանի որ, այս ֆողիցն ենք մենք բարիք ստանում։ Մայր հողից։ Հմիսամի էր կորումը, հենը տիվենձանալ։ Այս թորխի պոչը մետրից հավելա, տենում եք չէ, այս էց, քանի որ վերի ծերը թորխատ չի են լիվոտս արխեին տնում եմ, հետո այս մինը, հոպա, ետ եմ դարնում են ոտկաստեղը պապկացնում եմ, այս հենց են թորխում, դրանց հանած կարտոշկեն, միլիոն անգամ համովա ամեն մի վաճարվող կարտոշկից սիրելի հետևորդներ չան։ Հա, լոբակում, էդ մոտիկանամ, լոքը խախտեմ մին, սա, լոբակուլը, ետ գնեմ, ամեն բան իրա ձևն ունի, մին հաչ ու ձեռով, մին ձախ ու ձեռով, թորխը խղացնում ենք, հետո թորխում ենք, աջորդը, ոսկուրա ես էլ, ծանգին ու զրանգին են վերել, քանի որ մոդիկացել եմ, զրիցը շալնակ եմ, ավերս դերձը մերուկին տրամիշել ածուտում են, խոտը մորացան, են որ ասմակուտ ուտել եմ մորացան, տոշնի էտել աղձը մերուկ են ուտում։ Ուրեմն սիրել հետևորդներ ջան կիսատ պատմությունը շարունակ եմ, թեզ պաղ չեն ինչ պատմություն ունի, էտ ամի մասն ասի, մի երկրորդ մասից նասեմ։ Այս ծառերը, որ ես ու իմ ամուսինը տնկեցինք մեր երեխաների հետ, շատ խնամքով ջրում էինք, վեդրով ջուր էինք կրում, հետո ջրում էինք։ Դրանից հետո ինքը գնաց Ռուսաստան, այս պահ չեն եսին գրավի կալա, որ պետք է ծաղկացնեմ ու դրախտ սարքեմ, ու սարքել եմ, հարկ Աստծուն, հարկ Տիրոջը։ Հետո սիրել հետևորդներ ջան, մինչև որ ծառերը կվենցանային, այս այդ ֆողն ափսուզա էլի, դարդակ վերգծած կենա ոչ, տրակտորիստ եմ կանչել, եկել այն վերիս հետ կեն ճղել, դե բաց ենք արել էլի,
իր այդ գութանը քաշելա, այս սաղ բաղ չեն, վարելա, ես էլ կողքին, սեն ձերով անեի, հոպ ստոպ անեի, որ ծառնը տիա զգուշլի, չնայած ինքն էլ շլինքը թեքած մտիկ աներ, որ հանկարծ այդ գութանի մի խոփը մի ծառի վնաս է ոչ։ Մի քանի տարի հենց արել եմ, ցանքս եմ արել, շատ կարտոշկա եմ ցանել, 6-7 մեշոկով կարտոշկա եմ ցանել, 30-40 մեշոկով սայսը խոժոր կարտոշկա եմ հանել, այս բաղչիցը։ Հետո որ ծառը մեծացավ տարիների հետ, հա, ծառը եկավ շվակ հարավ, էլ կարացի ոչտի ցանքսն անեմ, հմիկ էլ սը հենց եմ օգտվում, այդ պատմությունն ունի, այս բաղչեն սիրելի հետևորդներ ջան, ես գործը շարունակ եմ, արդեն դպա մութն ենք գնում էլի, դրիցով չլիմ գործս մնա։ Այս էլ են մի նշանը, հետեր են դիտեղ պետքը կգան, չորացած պեյնավ ողա է, այս էլ այս խրաղի մոլախոտերը, այս մի շարն էլ ծեր արի սիրելի հետևորդներ ջան, հմի շարունակ եմ իմ գործը, հետո վլոգս ավարտեմ, շատ շնորհակալ եմ բոլորիդ, որ իմ կողքին եք այս ընթացքում, դիտում եք, լայքում եք, տարածում եք, ես նկատում եմ դա սիրելի հետևորդներ ջան, նոր հետևորդներ են ավելանում, բարի գալուստ իմալիք, ովքեր նոր են միացել, իսկ ովքեր նոր են եկել, նոր են դիտում եւ դեռ չեն հասցրել բաժանորդագրվել, ապա բաժանորդագրվեք սիրելի հետևորդներ ջան, լայքեք, տարածեք, որ ձեր ընկերները տեսնեն եւ միանան մեր YouTube-յան մեծ ընտանիքին ու վայելեն Անուշկայի վլոգները, շնորհակալից, ես շարունակեմ իմ գործը։ Իստեղը զրիցով ուրա պապկացի չէ, ես մինն է։ Ստենդեն ու շատ իր տիմլել, որ հավերը կան ոչ էլի կանդեն։ Ասա երորդ շարի։ Աշու։ Շա, ուտքն արկելվում ա, շա, հա, դուս եմ անում կանդում են, տուն եմ անում ձվակտրում են, բայց թե այդ ամեն ինչը բուրս եմ հավաքում ու իմ գործերը շարունակում եմ սիրելի հետևորդներ ջան, լավ եղեք, լավ գործերի մեջ եղեք, իսկ ձեր նպատակները ձեր բռի մեջ պահեք։ Շա, աչքիս տայ ա եկել քանդել, շա, սմերկ են ուտում,
կովերն են զանգակակախած զնգզնգումա։ Լատանը վիրունիմ, անցկենամ 4-րդ շարին։ Ես ձեզ էլ արդեն պակա։ Շա, բողը բռնվեց, գնա։